Բարի լույս, խաղաղ երկինք, Աստծո սերը բոլորիդ հետ։ Այս եմ մաղթում ձեզ բոլորիդ, սիրելիներս։ Իսկ հիմա ես դնում եմ ինձ համար կոֆե, երեկվա աղացած կոֆեից դեռ ունեմ, չեմ աղում։ Դուք էլ ձերը դրեք, նստենք իրար հետ, զրույց անենք, նոր տեսնենք ինչ ենք այսօր պատրաստելու։ Արդեն սկսում է բարձրանալ կոֆեն, հիմա բարձրանա, վերցնեմ գնանք միասին կոֆե խմելու, սիրում եմ, որ բարձրանում է, մի հատ էլ եռ է գալիս, մեկ փրփուր է լինում, չեմ սիրում, որ սերով է լինում մի խոսքով, սիրում եմ, որ անսեր լինի, բայց ժամանակ կար, որ կոֆեն շատ սերով էիմ սիրում խմել, սիրելիներս, հիմա արդեն սկսեց եռալ, մի հատ էսպես խառնեմ, հավեսով թշած, մեր ջազվան այս մասից պոկվել է, սիրելիներս, պետք է ամրացնեն, մեկ էլ մտածեցին ավելավ է նորը գնեն, լցնեմ ու գնանք, գնացինք, դուք էլ ձեր կոֆեները վերցրեք, կոֆեն արդեն պատրաստ է, եթե ձերը պատրաստ չի, կարող եմ ես դնել, ձեզ էլ հրավիրել, եկեք մեր տուն, քաղցրը ունենք, խուրման ունենք, միասին կոֆե խմենք, այստեղ էլ դրել եմ Վերոնիկայից ուղարկած գեղեցիկ աղջնակը, որ ուղարկել էր Մարինեից, ծաղիկի տեսքով, շատ գեղեցիկ է, հավանում եմ շատ, անչափ շնորհակալ եմ Վերոնիկա ջան, ձեռքերդ դալար, առողջ լինես, ապրես երկար տարիներ, սիրելիներս, հարգելի հարազատ դարձած իմ բաժանորդներ ջան, մինչ կոֆեն խմելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, հոգաչափ շնորհակալ եմ ձեզանից, ձեր ջերմության համար, բարության համար, ձեր հոգատարության համար, որ ինձ համար դուք դարձել եք ամենալավ բաժանորդները, դուք ինձ համար մեծ մարդկային արժեք ունեք, ձեր կյանքի օրերը թող լինեն միշտ ուրախ, երջանիկ և ապրեք առողջ կյանքով, շնորհակալ եմ բոլորիցդ, որոշել էի այսօր պատրաստեի նոր գնված սրճաղացը աղար, կոֆե պատրաստես, ճիշտն ասած, չգիտեմ ոնց պատրաստեմ, հարսը, որ միշտ պատրաստում է, ուշադիր չեմ եղել, բայց արդեն այսօր ուշադիր կլինեմ, թե ոնց է դնում, ոնց է պատրաստում, կպատրաստեմ ինձ համար և ձեզ համար, համով կխմենք ամեն առավոտ, մի օր հատիկավոր կոֆե կաղամ կխմենք, մի օր կապսուլայով կոֆե կխմենք միասին, բոլորդ հերթով, բոլորիդ համար էլ կդնեմ սիրելիներս, սիրելիներս, ճիշտ է դրել եմ, չէ, ոնց որ ձևական դրած լինեմ, այդ դրա համար չեմ դնում, տունը ամեն ինչ էլ կա, մրգից էլ, ամեն ինչ, չիրել ունենք, դեռ պատրաստածս ինկյուզով շարոցները կան, ուղղակի ինձ հիմա տվյալ պահին չի կարելի, որովհետև այսօր շաքարս բարձր էր, դրա համար եթե չեմ օգտվելու, չեմ էլ ուզում դնել, երկօր է մի փոքր չարաշահել եմ, սիրելիներս, համ տեսեցի կոմպոտ,
Մի խոսքով տեսնում ես, աչք է, ուզում ես, ինչքան էլ որ դեղը օգտագործես, սրսկվես, միևնույնն է, բարձրանում են, բայց տրամադրությունս չեմ գցում, Աստված մեծ է, ամեն ինչ կկարգավորվի, ուրախ, զվարթ, առույգ տրամադրությունով ձեզ հետ նստած կոֆե եմ խմում։ Խմեցի, վերջացրեցի կոֆեն, դուք էլ ձերը խմեք, վերջացրեք, հավաքվեք, եկեք մեր խոհանոց, միասին այսօր պատրաստելու ենք հասարակ, համեղ, բրինձով, հավի մսով ճաշ։ Սիրելիներս, ճաշի համար մաքրում եմ կարտոֆիլ, վերցրել եմ 5 հատ կարտոֆիլ միջին չափսի, կեղևներից հեռացնում եմ և լավ լվանում։ Կմաքրեմ նաև 1 գլուխ միջին չափսի սոխ։ Հավի մսով, բրինձով ճաշը շատ կազդուրվող և առողջարար ճաշ է համարվում։ Հիշում եմ կիսուր մայրիկը, որ պատրաստում էր, վերջում 2 հատ տնական ձու էր կոտրում, շատ համեղ ճաշ էր ստացվում։ Այսօր այդ համեղ ճաշն եմ պատրաստելու մեզ համար, ցույց եմ տալու ձեզ համար, սիրելիներս, հետևեք, կտեսնեք, թե ձեր սիրելի տիկին Մարինեն ինչպես է պատրաստում հասարակ բրինձով, հավի մսով ճաշ։ Կադրից դուրս մաքրեմ կարտոֆիլները և սոխը, հետո ցույց կտամ ընթացքը, թե ինչպես եմ պատրաստում։ Կաթսայի մեջ դրել եմ մի կտոր կարագ, մինչ կարագը կհալվի, ես կմանրացնեմ սոխը, սոխ առածի համար, մանրացնում եմ մանր կտորների։ Եթե պատրաստում եք, դուք ինչպես կցանկանաք, այնպես էլ մանրացրեք սոխը, խոշոր կցանկանաք, խոշոր մանրացրեք, ավելի մանր կցանկանաք, ավելի մանր մանրացրեք, սիրելիներս, սոխի մանրացնելուց ճաշերի համը չի փոխվում, ամեն մի տնտեսուհի ունի իր մանրացնելու ձևը ամեն ճաշերի մեջ, ճաշեր կա մանր ենք մանրացնում, ճաշեր կա մի քիչ խոշոր, ինչպես ցանկանում եք իմ հարգարժան խոհանոցիս հյուրեր, այնպես էլ մանրացրեք սոխը, սիրելիներս։ Մանրացրեցի, վերջացրեցի, արդեն սոխը պատրաստ է, որ սոխ առած անեմ։ Մի հատ խառնեմ սոխը, արդեն հալված կարագին ավելացրել եմ սոխ։ Մինչ սոխը կդառնա վարդագույն թափանցիկ, ես արդեն կտրտեմ կարտոֆիլները։ Տեսնում եք, ինչ ընտիր կարտոֆիլ է, սիրելիներս, դեղին, շատ համեղ, ընդհանրապես դեղին կարտոֆիլը միշտ էլ համեղ է լինում, սպիտակ գույնի կարտոֆիլը չէ, համով ոչ ճաշի մեջ, ոչ պուրեների մեջ, սպիտակ կարտոֆիլը համեղ է, ոչ էլ որ կարտոֆիլ ենք տապակում, ժարիտ ենք անում, միշտ դեղին կարտոֆիլն է համեղ։
Սոխը արդեն տապակվել է, դարձել է վարդագույն և թափանցիկ։ Հիմա սոխի վրա կավելացնեմ 1 ճաշի գդալ աղացած քաղցր կարմիր պղպեղ։ Կավելացնեմ նաև 1 լիքը ճաշի գդալ տոմատի մածուկ։ Կխառնեմ։ Տեսնում եք արդեն ինչ կարմիր գեղեցիկ գույն ստացավ սոխը։ Ավելացնում եմ մի փոքր չորացրած ռեհան մարզա, նորից էլ կխառնեմ։ Հիմա կավելացնեմ մի փոքր մսաջուր։ Սքանը բավական է։ Բերանը ծածկեմ կաթսայի, մսաջուրը լցնելուց հետո կխառնեմ, կթողնեմ, թող 2 րոպե եռա, սոխն էլ կարմիր պղպեղը չորացրած կանաչիները, որպեսզի իրենց բուրմունքը տան մեր ճաշին։ Հետո կավելացնեմ մնացած բաղադրիչները։ Հիմա մի հատ խառնեմ սոխառածը և ավելացնեմ կտրտած կարտոֆիլը։ Կարտոֆիլին կավելացնեմ արդեն հավի մսի ջուրը, արգանակը։ Անպայման մսաջուրը ես քամում եմ, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, նախորոք ես հավի միսը լվացել, եփել, քափը հավաքել, աղ եմ արել։ Իսկ հիմա արդեն կարտոֆիլն էլ է պատրաստ, պետք է ավելացնեմ լվացած բրինձը։ Բրինձը քիչ եմ լցնում, որովհետև եփելուց հետո ուռում է և շատանում է բրինձը։ Սա բավական է։ Բրինձը լցնելուց հետո կխառնեմ, կաթսայի բերանը կծածկեմ մարմանդ կրակով, թող եփվի բրինձն էլ։ Կարտոֆիլը, բրինձը արդեն եփած է, պետք է ավելացնեմ հավի եփած միս։ Շատ անուշ բուրում է մեր ճաշը։ Այդպես է գիտեի, որ պետք է կոտրվեր, որտև արդեն թուլացած էր։ Ասի փորձեմ, միգուցե լինի օգտագործել, բայց չէ։ Այդպես էլ է պատահում, ոչինչ, հիմա գդալով միսը կլցնեմ ճաշի մեջ։ Հələ ճաշի գույնը տեսեք, ժողովուրդ ջան։ Էլ բուրմունքի մասին չեմ խոսում, անուշ բուրում է։ Հիմա մի հատ խառնեմ, աղը համտեսեմ, եթե աղի պակաս ունի, պետք է ավելացնեմ։ Այո, աղի պակաս ունի, մի փոքր կավելացնեմ աղ։ Սա բավական է։
Սիրով պատրաստում եմ և ցույց եմ տալիս իմ պատրաստման տարբերակը, որը ստացվում է շատ համեղ, կարող եք փորձել։ Գիտեմ, որ բոլոր տնային տնտեսուհիներ ունենք ամեն մեկս մեր տարբերակը պատրաստման ճաշի։ Իսկ հիմա վերջում պետք է ավելացնեմ թարմը սամիտ։ Այս տարվա կանաչիների գները ռեկորդային են, չնայած ամեն ինչն էլ թանկացել է, կրկնակի, եռակի, քառակի անգամ։ Դրա համար, ովքեր հող ունեն, պետք է ցանենք, մշակենք։ Ավելացնեմ արդեն մանրացրած կանաչին ճաշին։ Ճաշը արդեն պատրաստ է, բաղադրիչներն էլ եփած։ Հիմա ճաշի մեջ կոտրելու եմ 2 ամբողջական ձու։ Ձուն նախօրոք լվացել եմ, սիրելիներս։ Կոտրեմ, ուտելուն կվերհիշենք սկեսուր մայրիկիս եփած անուշ համով, հոտով շորվան։ 2 րոպե ձուն էլ կեֆի կմատուցեմ մատուցվող ափսեով։ Սիրելիներս, արդեն պատրաստ է մեր բրինձով, հավի մսով, համով, հոտով անուշ առողջարար ճաշը։ Լցնում եմ մատուցվող ափսեն և ձեզ ցույց եմ տալիս, տեսնում եք, ինչքան լավ ստացվեց։ Սիրելիներս, դուք էլ պատրաստ եք, այս տարբերակով կհամոզվեք, որ իրոք շատ համեղ է ստացվում։ Կարտոֆիլն էլ լավ եփվեց, ձուն էլ շատ անուշ համով ստացվեց։ Սիրով պատրաստեցի մեզ համար և սիրով էլ ցույց եմ տալի ձեզ համար, սիրելիներս։ Դե ինչ մնում է ինձ ասել, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Եղեք առողջ, մի հիվանդացեք։ Դուրս եկա պատշգամբ եղանակը տեսնելու, այսպիսի վիճակ է մեզ մոտ, տաք է այսօր, ձյունը հալվում է, կրիշից հետ կաթ կթոցները լսվում է, սիրելի հետևորդներ ջան, բավականին ձյունը նստել է, որ այդպես տաք գնա, հույս ունենք, որ ձյունը շուտ կհալվի։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Շնորհակալ եմ, որ դիտում եք հոլովակը մինչև վերջ, շնորհակալ եմ ձեր բարի ջերմ գրառումների համար, ովքեր որ չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, դրեք լայք, որպեսզի էլ ավելի տարածվի իմ ալիքը, սիրելիներս, նախօրոք շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ, ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ, եղեք առողջ և օրհնված, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։